Հանուն հոր եւ որդու եւ օգին սրբո ամեն։ Մեր լեզվի մեջ ասացված մկա կսե ըսե ով է բարեկամդ, ասեմ ով է ստուն։ Ուրեմն մարդ արարածը աստել եւ աստվիլ գսիրես դերներ։ Մենք միշտ մեկումը կուզենք նմանել։ Եթե դու նպստիկ ունիք, ինչ որ գնեք ինքնալ գնեք, գուզե ծնողին նմանել։ Եթե աշակերտ կա դպրոցը, աշակերտը պարոնին կնմանի։ Մեկումը խելացի տեսնենք, օրինակ կառնենք եւ շուտով մենք ալ իր նման գուզենք դառնալ, կսենք որ կնմանենք, ընտանիքի պես կլանք իրար։ Լավը լավ ընտանիք, քեշը քեշ ընտանիք։ Երբ դրամ սիրողներու հետ ժամանակ անցնենք, մենք ալ դրամ կսիրենք, երբ կռի վնողներու հետ ժամանակ անցնենք, մենք ալ կռիվն էլ կսիրենք։ Այսինքն ինչ որ կստանանք, ադիգա ալ կդառնանք։ Որու հետ շատ ժամանակ անցնես, իր ցավը, ուրախությունը գիտնաս, կմտերմանաս։ Ուրեմն նույնն է Աստուծո հետ սիրելիներ։ Երբ ավելի լսենք իրեն, իր ներկայությանը շատ կենանք, այն ադեն կմետարմանանք իր հետ։ Եվ այսօրվա ավետարանը ճիշտ ադոր մասին է։ Հիսուս իր սովորության համաձայն կքարոզեր եւ լեցուն մարդ հավաքված էր։ Ամփոխ կգա կսե ավետարանը։ Եվ ահա իր մայրը եւ եղբայրներն ու քույրերը իրեն կփնտրեին, կուզեին մոտենալ։ Հիսուսի մայրն ու եղբայրները իրան եկան, բայց բազմության պատճառով չգրցան մոտենալ իրեն, կսե ավետարանը։ Լուր դվին իրեն ասելով, մայրդ եւ եղբայրները դուրս են եւ գուզեն քեզ տեսնել։ Հիսուս նայեց իր շուրջը նստողներուն, հասկացավ իրենց վիճակը եւ ասավ. մայրս եւ եղբայրներս ասոնք են, որոնք Աստծո խոսքը կլսեն եւ կկործադրեն։ Հիսուս ընտանիքի նոր հասկացողությունը կբերե։ Միայն արյունով չէ ընտանիքը լալը, միացածը լալը, այլ իրեն սիրով եւ խոնարհությամբ։ Իր ընտանիքի անդամ կգոչի անոնց, որոնք իր խոսքերը կկործադրեն։ Աստուծո այդ ծանոթությունը կսկսի իրեն մտի գնելեն սիրելիներ։ Աստված կհրավիրե իրեն ճանչնալ իր խոսքի եւ եկեղեցու միջոցով։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթի մեջ կսե. ուրեմն հավատքը լսերել է եւ լուրը Աստուծո խոսք է։ Իրեն մտի գնելով կճանչնանք, կսիրենք եւ կմաքրվենք։ Երբ կկարդանք ավետարանը կտեսնենք, որ Քրիստոսի անձի ով ըլլալը գերեվի, իր գործերը կտեսնենք, իր խոստումները անձամբ ինձի համար ինչ կսե, երկինքի թագավորության հրավերը կտեսնենք։ Այսինքն Քրիստոսի ավետարանը ոչ թե բարձ գիրք մնե, այլ գենսագրություն, բայոգրաֆի մնե։ Պետք է անոնք կարդանք, որ ինչ որ ինքը գնե, մենք ևս սնենք։ Ինչպես շատեր այսօր հաջողակ բիզնեսմեններու կհետևին, հաջողակ բժիշկներու կհետևին, գնային իրենք ինչ կուդեն, որ ժամուն կուդեն, կեսօրին կբարգին, օրվա վերջ կքալեն, որովհետեւ իրեն քալանեն, որ իրենց նմանեն։ Նույնը մենք պիտի ունենք։ Եվ այսօր լսելը թյուրին է սիրելիներ։ Նայեցեք այսօր ռադիո կա, YouTube կա, Spotify կա, Apple Music կա, Prime Music կա, բայց որևէ մեկով մենք Աստծո խոսքը կլսենք կամ պարզապես ժամանակ կանցնենք մեր վրա։ Եվ Հիսուս ադոր համար գսե. դուք արդեն իսկ մաքրված եք այն խոսքին համար, որ ցեզի խոսեցա։ Ինձի միացած մնացեք եւ ես ցեզի միացած պիտի մնամ։ Հետաքրքրական է, չէ՞, երբ որ գիշենք մենք մեր ծնողի կամ սիրելի խոսքը եւ գործադրենք ադիկա, ուր որ ենք, մենք մտքով իրեն հետ միացած կմնանք, այսինքն մեր արժեքը եւ իր արժեքները կմիացվեն։ Ծանոթութենեն մտերմության անցնելու համար կմտերմանանք եւ կգործադրենք իր խոսքերը, սիրելիներ։ Ինչպես նշանված զույգերը, սկիզբը ինչ կնեն, դու ինչ գույն կսիրես, կաբույտ, դու ինչ ճաշ կսիրես, ռահմաջան, ասան կծանոթանան։ Թեր ծանոթություն է ակմակարդակը, բայց երբ սերը, հավատարմությունը գուզեն փաստել եւ Աստծո առջեւ գալ խոստումի, այլևս պետք է մտի գնեն եւ կգործադրեն այդ պատվիրանները։ Այլապես մտերմությունը կգործվի։ Անոր համար Հոգուպոս առաքյալը գսե, որ չլա որ միայն պատվիրանները լսեք եւ չգործադրեք։ Պատվիրանները լսելով մի քոհանաք, այլ գադարեցեք զանոնք, այլապես դուք ցեզի խապած կլնաք։ Որովհետև ով պարզապես կլսե պատվիրանը, բայց չի գադարել, կնամանի անոր,
որ ուշադրությամբ ինքզինքը դիտի հայելին մեջ, հազիվ հայելին հեռացած, ալ չի դեսներ ինքզինքը։ Երբ որ դունենք ելնենք հայելի մեջ կնայենք, չէ, դուրս ելնենք չենք հիշեր մեր վիճակը։ Նույնը գսե անոնք, ովքեր որ Աստծո խոսքը կգարթան, փամը գիտեն հավատքի մասին, այդ երբեք չեն կործանվել։ Եթե միտքը կործիչի առաջնորդեր, ուրեմն բարավ է միտքը։ Եթե բադվիրանը կյանքի չի վերածվեր, մեր հավատքը մագերեսային է։ Կբադմվի, որ մարդը շատ կուզե թագավորությունը տեսնել երկինքի և կսել գուզեմ տեսնել հոն ինչ կա, բայց ինքս կսնագ է հավատքի մեջ։ Հրեշտակը օր մի իրեն կաղնե և երկինք կտանի։ Կծծնե դարբեր սենյակներու կեղեցկությունը։ Եվ դեղ մնալ գերթա սենյակի մեջ ինչ կտեսնե սունգի բես բաներմը ասանք, որ ագանջներու կնմանեն։ Հրեշտակը գզարմանա, մարդը գզարման հրեշտակին գսե ինչ է ասոնք։ Հրեշտակը բդասխանը գսե ծեր եկեղեցի հավատացյալներու ագանջներն են։ Գզարմանա մարդը, ինչպես թե ագանջներն են։ Այո, գսե միայն մդի գրած են և չեն կործադրած։ Ադոր համար ագանջները միայն արքայություն ասած են։ Ուրեմն աստվածային ճշմարտությունները կիրականանան մեր կյանքի մեջ և կպահենք իր պատվիրանները սիրելիներ, կկործադրենք։ Ինչպես սիրեք ու դեր աստվածդ, քո ամբողջ սրտովդ, հոգովդ և մտքովդ, ուրիշ աստվածներ մի ունեցիր, շաբաթ օրը սուրբ պահե, մի կողցիր, սուտ մի խոսիր, մի շնանար, պատվե հայրդ և մայրդ։ Աստծոնք Աստուծո այդ մտերմանալու և իրեն ճանչնալու փանալիներն են։ Բայց մենք արդար ենք, չէ, ամեն հայ անմեղ է, մենք ինչ կսենք, ուրիշ աստված չունի, միակ աստված ունի կսենք, բայց մեր սրդի մեջ պետք է քնենք, ինչ որ հոգիով, սրդով, միտքով գսիրես, ադե աստվածը, նա է bank statement-ից, ամեն շավ ամեն ամիս կղրգեն, նա է browser-ից history-ին, նա է YouTube-ից կամ Spotify playlist-ին, կդեսնես ով է աստվածը, այսինքն եթե 24 ժամ են, 12 ժամը, 15 ժամը փանիլը վրա գեթոնացած ես, ադեք աստվածը։ Ես մարդ չեմ սպանել գսենք, բայց ավետարանը գս երբ որ կփարգանաս, կադես, այսինքն սրտիդ մեջ ադելություն մգա մեկումը հանդեպ, թերևս չես ծծնել, բայց առիթ ունենա գջզմես իրեն, գսի արդեն սպանեցիր։ Ես չեմ կողնալ գսեք, արդար վաստակ ունեմ, բայց եթե ունեցած եք բաժին չես հաներ, աղքատը, որբը, այրին, Աստծո դունը չես հիշեր, կսե որ թուն ինձ մեկը կողնաս, որտև ես քեզի տվի կարողությունը, որբեսի վաստակես։ Կսես ես չեմ շնանալ, մաքուր մեկն եմ, բայց երբ ցանկությամբ գտիդես, սրտիդ մեջ շնացար այդ մարդուն հետ, որում հոր գնայես քու ցանկությամբ։ Ադոր համար Հիսուս նոր մագարտակ բերավ, ըսավ ցեզի ըսած են, մի շնացի, բայց ես կուզեմ արմադեն կընտրել, ձեր ենթագիտակցականի մեջ կտրեմ։ Կսե որ ով որ ցանկությամբ նայ որևէ կնոջ արդեն իսկ իր սրդի մեջ շնություն հրած կլա անոր հետ։ Ուրեմն Հովհաննես Ավետարանը գսե եթե կործադրեք իմ պատվիրաններս իմ սիրուց մեջ մնացած պիտի լաք։ Ինչպես որ ես հորս պատվիրանները կործադրելով անոր սիրուն մեջ կմնամ։ Այսինքն Աստծո մտի գնելը եւ կործադրելը սիրո նշան է։ Ինչպես որ հարաբերություններում մեջ ընտանեկան Ինչպես որ կործի հարաբերություններում մեջ, եթե պարզապես լսենք, բամը չնենք, չի եսել, որ գսիրենք, պարզապես մեր կյանքը կապնենք։ Եվ մտերմության կերակույն նշանը սիրելիներ, ծանոթություն, մտերմություն և կերակույն նշանը դիրոջ հետ հացը գիսելն է։ Ադոր համար ամեն գիրագի հոսքը հավաքվի։ Ուրիշ բան չունի կնելու ամեն գիրագի, Costco-ն բաց է գիրագի, Walmart-ը բաց է գիրագի, ուրիշ բան չի գանելի։ Բայց մեզի համար մտերմությունը Աստծո հետ ամենեն կարևորն է։ Ամեն բան կցկենք, ամեն հեռացային կկոչենք, ամեն թիվի կկոչենք, մեր սիրտն ու միտքը պահեցողությամբ եւ ծոմացարությամբ կերտանք Աստծո դունը, որովհետեւ իր հետը իմ մտերմությունս եւս մեկ անգամ գնքվի։ Որովհետեւ Աստված ասեղանի ինձի եւ քեզի համար կերագուրը կպատրաստե, որ երկինքեն է։ Գսենք Սուրբ Հոգին կուկաս հացը և քինին կդաշնե դիրոջ մարմինը և արյունը, Սուրբ հաղորդությունը։ Ադոր համար դերը սավ ճաշակեցեք և տեսեք, որ էլ քաղցր է դերը, ինչպես կերքեն տվիրները, անուշություն ունի Աստված իր մեջը։ Եթե չուտեք մարդու որդին մարմինեն և չխմեք անոր արյունեն,
ձեր մեջ է կյանք չեք ունենար։ Բիոլոգիկ կյանքի մասին չէ խոսած Աստված։ Կյանքը համբերությունն է, հույսն է, սերն է, այդ անորոշությունները, որ մեր մտքի մեջ կան, այդ քենը, որ չեն կրնար մարդոց ներել, այդ ամբողջ մեր մտահոգությունները, դերը գսի երբ որ գուդես սեղանես, այն ադեն գմարվի կթեթևնա և կգիտնաս, որ ես եմ դերը։ Ով որ մարմինես կուդե վարինես կխմե, հավիդենական կյանք ունենա և ես անոր հարություն գիտամ վերջին օրը։ Այսինքն ամեն գիրագի մենք տիրոջ խմորին գխառնվինք, տիրոջ արյունին գխառնվինք, գնորոգվինք իր հետը ուտելով և գմաքրվինք իր խոսքի լուսավորությամբ։ Հետևաբար սիրելիներ, այսօր ալ բազում ամփոխներ կան, որ մեզի Քրիստոսեն հեռու կպահեն, բայց եթե ջեղկելով մոտենանք Քրիստոսին, լսելով գործադրենք իր պատվիրանները, Քրիստոս մեզի ալ գիտիսե, որ դուն ես մայրս, քույրս և եղբայրս, որովհետև եք հավիտյանս հավիտենից ամեն։ Միասնաբար հայրներ